Քննարկում ենք առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը եւ մինչեւ Սփյուռքի վերաբերյալ ելույթներին արձագանքելը ես երկու թվային տվյալ կներկայացնեմ այս ոլորտում մեր կատարած բարեփոխումներից։ Ուրեմն 2018 թվականին առողջապահության ոլորտի բյուջեն կազմել էր ընդամենը 80 միլիարդ դրամ։ Ուժեղ հզոր ժամանակներում, ծեր ասած։ Այսօր այն հասել է 220 միլիարդ դրամի։ Այս հավելյալ 140 միլիարդ դրամը բնականաբար օդից չի ընկել, այն մեր քաղաքացիների, մեր հարկատուների վճարած հարկերից է, որոնք հնարավորություն են ունեցել գումար աշխատել, ստեղծել հավելյալ արժեք, վճարել ավելի շատ հարկեր, նաև հավելյալ աշխատատեղերի շնորհիվ, եւ ահա այդտեղից գոյացել է մոտավորապես այս 380 միլիոն դոլար հավելյալ գումարը։ Բայց միայն գումարով չի, նաև քաղաքական կամքով է, եւ այդ քաղաքական կամքի շնորհիվ է, որ այս տարի գործարկվեց առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգը, մի բան, որի մասին ես հիշում եմ, նախկինում 3-4 անգամ տարբեր կառավարություններ խոսել էին եւ վախեցել էին ուղղակի անել, ուղղակի վախեցել էին ֆիսկալ բնույթի տարբեր խնդիրների բախվելու եւ համակարգային փլուզումների առերեսվելու վախից ելնելով, ինչը բնական է, որովհետեւ այն ժամանակվա կառավարման համակարգը այն աստիճանի ամուր չէր, որ նման մեծ ռեֆորմ թույլ տար իրականացնել։ Եվ ահա այս տարի արդեն իսկ 1.700.000 շահառուներից առողջապահական ապահովագրության արդեն իսկ օգտվել է 842.750-ը, այսինքն գրեթե ամեն երկրորդ շահառուն օգտվել է այս համակարգից։ Իսկ մենք այստեղ ինչ ենք քննարկում կամ դուք ինչն եք քննադատում։ Ասում եք, այ ապահովագրության համակարգը կա, բայց ապահովագրության համակարգի մեջ մի այսպիսի խնդիր կա։ Հա իհարկե կա։ Բայց արձանագրել եք երբևէ, որ այդ համակարգը կա, դրված է այդ համակարգը։ Եվ աշխատում է այդ համակարգը, 8-րդ ամիսն է ավարտին մոտենում տարվա, եւ համակարգը նորմալ աշխատում է։ Սա պետք է գնահատել, թե պետք չի գնահատել։ Իհարկե սխալ ասիկ բաց թողումները, խնդիրները շատ բան ընթացքում է երևում, պետք է մատնանշել, բայց ես չլսեցի։ Ձեզանից մի դրական խոսք նրա, որ համակարգը նախ եւ առաջ գործարկելու քաղաքական կամք է դրսևորել, նախ եւ առաջ քաղաքական կամք, որտեւ համակարգի ձախողման հետևանքները լինելու են ոչ միայն ֆինանսական կամ ֆիսկալ, այլ քաղաքական։ Առաջ թող լիներ այդ ամեն ինչը։ Փող չկար, թե քաղաքական կամք, փողն էլ կար, ուղղակի ուրիշ տեղ էր երևի այդ փողը։ Սփյուռքի մասին շատ լավ թեմա ենք բացել, շատ լավ է, որ այս թեման քննարկում ենք։ Մի քանի բանախոսներ անդրադարձան իմ խոսքին, պարոն Մանուկյանը առավել վերջախոսությամբ ասելով, թե այ տեսեք ԱՄՆ-ում Արամ Համբարյանը կարողանում է կոնգրեսի դուռը բացել, ուքեք, հա, չէ, Գեղամ Մանուկյանը, Ֆրանսիայում Մուրադ Փափազյանը կարողանում է Ելիսեյան պալատի դուռը բացել, ընկերներ, ես հենց այդ նույն բանն ենք ասում, ուղղակի տեսեք ինչումն է մեր տարբերությունը, մենք հայելու տարբեր կողմերում ենք, կարծես նույն բանն ենք տեսնում, բայց հակառակ կողմից։ Այո, իհարկե Արամ Համբարյանը կարողանում է կոնգրեսի դուռը բացել, որպես այդ երկրի քաղաքացի, շատ տարօրինակ կլիներ, որ Ամերիկայի կոնգրեսի դուռը փակ լիներ երկրի քաղաքացիների համար։ Բայց այդ դուռը բացելուց հետո ինքը ի՞նչ է խոսում այդ կոնգրեսում։ Ում անունից է խոսում, ում է ներկայացնում, սրա մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետությանն է ներկայացնում, նման անունով դեսպան մենք չունենք Ամերիկայում, ԱՄՆ-ում։ Այնտեղ ունենք դեսպան, որի դեմ ինքը ցույցեր է իրականացնում։ Հայ համայնքի անունից է խոսում, թող խոսի հայ համայնքի անունից, հայ համայնքի խնդիրներից։ Հայության, ոնց եք չի ասում, համայն հայության կամ ԱՄՆ հայության խնդիրներից։ Մուրադ Փափազյանը ընթրիքի են հրավիրում Ֆրանսիայի նախագահի հետ, շատ լավ է, թող խոսի իր համանախագահած կառույցների խնդիրներից, չգիտեմ, եթե ուզում է օգուտ տա Հայաստանին, ապա Հայաստանի վարչապետի հետ պիտի ճշտի, թե ինչ օգուտ կարող է տա Հայաստանին, որովհետև Հայաստանի վարչապետը եւ արտգործ նախարարն են որոշում, թե ինչ խնդրել այս կամ այն պետությունից, թե ինչ է օգուտ մեզ համար այս կամ այն պետությունից վերցնելը, որտեղ ինչպես հիշում ենք իմ նախկին դասախոսությունից, ոչ մի բան զրի չի լինում, այն ամեն ինչը վերցնում ես, դրա դիմաց հետո պետք է ինչ-որ առիթով նաև
Ինչ-որ բան տաս, ինչը շատ բնական է, մենք հո կներեք, մենք հո ձրի չենք վերցնում բարիքները այս աշխարհում։ Պարոն Գեղամ Մանուկյանը մի շատ վատ խոստովանություն արեց, ասաց մենք պետություն ենք ստեղծել պետության մեջ, նկատի ունի սփյուռքյան կառույցները, հանկարծ ԱՄՆ կոնգրեսում նման բան չասի։ Այնտեղ այլ մարմիններ կզբաղվեն նման հայտարարություններ անողներով, նույնն էլ Ֆրանսիան, նման բան չասի։ Պետություն պետության մեջ։ Երևի այդ մտայնությամբ, որ ուզում է Հայաստանում էլ պետություն ստեղծի պետության մեջ, չի լինելու դա։ Չի լինելու դա։ Ինձ ուղղակի ապշեցնում է, գիտեք ինչ է, որ այստեղից ես ինչ խոսում եմ, ասում են հենց մեկ տեսնենք Էրդողանը ինչ ասել է դարիթով։ Ասենք որ Էրդողանը ասեց առավոտյան անոթի չի կարելի էսպրեսո խմել։ Պիտի մենք վերանայենք, ասենք, մեր էսպրեսո խմելու սովորույթը կամ սկսենք կամ թարգենք, որ Էրդողանը ասեց ծխելը վնասակար է առողջության, բայց սկսենք ծխել իրան դու, ի՞նչ կապ ունի Էրդողանը ինչ ասել ընդհանրապես։ Դուք աշխարհի մասին, դուք աշխարհին նայում եք թուրքական լինզայով, թուրքական ոսպնյակով եք դուք նայում աշխարհին։ Այսինքն ինչ ցույց տվեց թուրքական ոսպնյակը, դրա հակառակը պետք է անեք։ Սրանում է մեր տարբերությունը, որ դուք ցանկանում եք հայկական ինքնությունը կառուցել հակաթուրքականության վրա։ Էսա ամենամեծ մեր խնդրեմը, հասկանում եք, Տիկին Վարդանյան։ Այսինքն հայկականությունը սահմանել հակաթուրքականությամբ։ Ասել այ Էրդողանը ինչ ասեց, այ դրա ճիշտ հակառակը, ինչքան ավելի ճիշտ հակառակը որ անես, այ դու կլինես հայրենասեր հայ։ Այսինքն եթե ես Մուրադ Փափազյանի մասին վատ բան եմ ասում, եւ Էրդողանն էլ է Մուրադ Փափազյանի մասին վատ բան ասում, ուրեմն մենք նույն շահերն ունենք։ Ոչ, ես ուրիշ շահիտ եմ, ես այլ շահի տեսանկյունից եմ իր մասին վատ բան ասում։ Նա ինչ շահի տեսանկյունից հա նրա մասին վատ բան ասում։ Ինչ չի ուզում, թե նա ինչի համար է ասում։ Ես գիտեմ ես ինչի համար եմ ասում։ Նույն հեռախոսահամարի պատմությունը։ Եթե ես ասացի, որ դա Քիսինջերին եմ վերաձևակերպել, եթե չգիտեք, Քիսինջերը դա ժամանակին Եվրոպայի մասին է ասել։ Հա, չէ, ուղղակի ձեր տպավորությունները, ձեր խոսքերից այս տպավորությունը ոնց որ ես իսկապես հեռախոս եմ փնտրում, էլի հեռախոսահամար, որ զանգեմ։ Քիսինջերի ժամանակ միգուցե չկար այդ հեռախոսահամարը, հիմա Եվրամիությունը արդեն ունի։ Լիսաբոնի համաձայնագրից հետո արդեն ունի հեռախոսահամար, կարելի է զանգել Եվրամիությանը, բայց Սփյուռքը չունի հեռախոսահամար։ Կարող է Սփյուռքի Հոյդա Հայդատի հանձնախումբը ունի հեռախոսահամար, բայց Հոյդա հանձնախումբը Հայդատի Սփյուռքը չէ, կրկնում եմ։ Ես օրերս նայում էի Ռև Լիբարիձյանի հարցազրույցը, ով պատմում էր, թե ինչպես են Հայաստանի վարչապետը եւ այն ժամանակվա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը իրեն խնդրել Nvidia-ի միջոցով տեղ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն հիմնել Հայաստանում, հարցնել են ինչ է պետք, նա պատասխանել է ինչ է պետք, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել, հետո COVID է եղել, հետո պատերազմ, բայց այդ միջոցառումները ձեռնարկվել են եւ մեր սփյուռքահայ շատ լավ բարեկամ Ռև Լիբարիձյանը ամեն ինչ արել է որ դա հաջողի եւ հիմա դա հաջողել է նաեւ օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո էլ ավելի մեծ թափով եւ այսօր գործում է այդ կենտրոնը Հայաստանում նաեւ այո սփյուռքահայ մեր լավ բարեկամ Ռև Լիբարիձյանի շնորհիվ եւ աջակցությամբ ինչ եք կարծում եթե զանգեինք Արամ Համբարյանին ասենք կարանք մի հատ արհեստական բանականության կենտրոն հիմնենք Հայաստանում ձեր աջակցությամբ ինչ էր անելու զանգելու այդ Ռև Լիբարիձյանին ասելու այդ կարող ես մի այնց անել մի 500 միլիոն դոլարի ներդրում անենք Հայաստան թե կասել չէ հատ բան կա այնտեղ Յուտա նահանգի չգիտեմ որ քաղաքային խորհրդում հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև կա դրանով եմ էլի խառը մի հատ տեսնենք ինչա լինում հետո կխոսանք Ռև Լիբարիձյանի հետ նույնը Մուրադ Փափազյանը որ զանգեինք ասենք պարոն Փափազյան Սեզարներ բաստիոններ ենք ուզում ներկրել Հայաստան 20 թվականին 21 22 կարա՞ր աջակցել այդ հարցում ասում Մակրոնի հետ շատ մոտիկ է կարա՞ր աջակցել այդ հարցում վաստակաշատ հայ գործարարը չէ էլի գործիչը եթե կարար առանց մեր ասելու այդքանը պետք է ֆայմել անել ոչ թե հարաբերությունները հասցնել այնտեղ որ իր մուտքը
արգելվի եւ գնա Ֆրանսիայի նախագահի մոտ, ոչ թե զենք ու տեխնոլոգիա խնդրի, այլ Հայաստանի մուտքի թույլտվություն։ Այս թեման մենք շարունակենք, չմտածեք, որ ես հետ եմ կանգնելու այս թեմայից, բայց ձեր փաստարկները խնդրում եմ մի քիչ բան արեք, փայլեցրեք։